Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը։ Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ալար Կարիսը նշել է հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը, ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ։ Պաշտոնական այցով Էստոնիայում Տալինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հանդիպել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն անդրադարձել էր Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում։ Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալինում գտնվող կոմունիզմի զոհերի հուշահամալիր։ Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ, հարգանքի տուրք մատուցելով կոմունիզմի զոհերի հիշատակին։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի Ռիիգո Կոգուի նախագահական Լաուրի Հուսարի հանդիպումը։ Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում։ Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը, վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում միջազգային հարթակներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այդ մասին սոցցանցում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը կից հրապարակելով կարճ տեսանյութ։ Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Էստոնիայի բրիֆինգ կենտրոն։ Վարչապետ Փաշինյանը Էստոնիա բրիֆինգ կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարի և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիթ Հարյունի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը։ Տեղի ունեցել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքի վերաբերյալ ցուցադրություն։ Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին և դարձել Տալինի կարևոր վայրերից մեկը, ամեն տարի հյուրընկալելով ավելի քան 10,000 մարդ աշխարհի 135 երկրներից։ Այլ թեմաներ և կրկին մեղադրանքներ Ադրբեջանից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 28-ին ժամը կեսգիշերն անց 25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, դա չի համապատասխանում իրականությանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 28-ին Քաթարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգության ֆորումին։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի էջից։ Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Խոսել եմ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։ Անդրադարձել եմ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը, գրել է նա։ Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեության երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն։ Կողմերը գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը։ Նորին Սուրբ Օտության Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը ապրիլի 28-ին Մարիաթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների ուղեկցությամբ արգենտինահայ Խուան Պաբլո Գեշիջյանի։ Ինչպես տեղեկանում ենք Մարիաթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ է կատարել քույր եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների հետ հայոց եկեղեցու հարաբերություններին, նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքների և Հայաստանի առջև ծառացած ծանր մարտահրավերներին։ Հայոց հովապետը կարևոր է նկատել բարեկամ երկրների և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, Բաքվում անազատության մեջ պահվող գերիների ազատ արձակման։ Եվ քանի որ խոսեցինք հոգևորից, առաջարկելու եմ տեղափոխվել Վրաստան, որտեղ մարդկային ոգու իրապես երանելի քայլ է իրականացվել։ Թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, ձեզ եմ փոխանցում խոսքը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, ահա խնդրեմ, արդեն տևական ժամանակ է համացանցում տարածվում են այս կադրերը, որոնց նայելիս ոչ միանշանակ զգացմունքներ են առաջանում։ Վրաստանում վեճի ժամանակ մի տղամարդու սպանած երիտասարդի ընտանիքի անդամները, առնվազն 2 տասնյակ հասուն տղամարդիկ ծնկաչող ներողություն են խնդրել սպանվածի ընտանիքի անդամներից։ Ոչ սա ֆիլմ չէ, սա բեմադրություն չէ, սա մերօրյա իրականություն է, որ տեղի է ունեցել վրացական Կազբեկի քաղաքում։ Երիտասարդ մարդասպանի հարազատները ծնկաչող ներողություն են խնդրել սպանված տղամարդու ընտանիքի անդամներից։ Ողբերգությունն էլ տեղի է ունեցել ոչ ավել, ոչ պակաս հենց Սուրբ Զատիկի օրը։ Դանակահարությունից մահացել է 46-ամյա մի տղամարդ։
ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակիչների, նրանք երկուսն են 27 եւ 33 տարեկանների, երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել։ Գիտեք, ես ամենևին էլ չեմ ցանկանում որևէ իրավական գնահատական տալ կամ դատավարության process-ի մասին խոսել, ոչ։ Ինձ ու վստահ եմ արդեն նաև ձեզ ապշեցրել է հանցագործությունը կատարած մարդկանց հարազատների 20 հասուն տղամարդու այս քայլը։ Սա թերևս այն դեպքերից է, երբ ծնկելը շատ ավելի ուժեղ եւ տղամարդկային արարք է։ Պատկերացրեք, հանցագործություն գործած երիտասարդի Գերդաստանի 2 տասնյակ տղամարդիկ գալիս են սպանվածի տուն, որտեղ տեղի ունենում հուղարկավորության արարողությունը եւ ծնկում են։ Նրանք ծնկի են իջնում, գլուխները խոնարհ, չիմանալով ինչ է լինելու հետո, կներեն արդյոք զավակին կորցրած հարազատները, գուցե վրեժ լինի ավելի դաժան սցենարով, ինչ է լինելու հետո։ Հետո եղավ այն, որ ընտանիքի տարեց տղամարդիկ մոտենում են, ձեռք սեղմում ու անգամ գրկախառնվում։ Սա մարդկային բարքի ու վարքի մի բացառիկ օրինակ է, որ գուցե պահպանվել է հին ժողովուրդների մոտ։ Ավելին, ինչպես երևում է ծնկողներին ու ներում հայցողներին, չի էլ հետաքրքրում այն փաստը, որ այս ամենը տեսաննկարահանվում է։ Նրանք չեն էլ մտածում այդ մասին, որ այս կադրերը անմահանալու են իրենց հետ միասին, ոչ դա կարևոր չէ, մարդկային վեհ գաղափարներն են կարևոր, մարդկոչումն է կարևոր։ Ու ես ակամայից հիշեցի մեզ մոտ տեղի ունեցող դեպքերը, ամեն քայլին իրար դանակահարողներին, կփաստեք միայն այս թողարկման ընթացքում քանի նման օրինակ դեպք ենք մենք ասել, էլ Մալիբու այգի, էլ ավտոբուսի վարորդի դեպքը էս վերջերս որ տեղի ունեցավ, էլ 16-ամյա սիրահարների դեպքերը, աղջկա համար մեկնաբանություն գրելը ու այսպես շարունակ, բոլորն էլ դանակահարություններով, շեշտակի հարված հասցնելով մեկը մեկի սրտին։ Ուր ենք մենք գնալու այսպես։ Ինչ խոսք, մենք էլ ենք հին ժողովուրդ, բայց դուք կարող եք նշել գեթ մի դեպք, երբ դանակահարողի գեթ մեկ բարեկամ, ծանոթ, հարևան, որ հրապարակավ զղջանքի խոսք է ասել, ապաշխարել է կամ գթասրտություն է հայցել, որևէ մի կերպ արտահայտվել է։ Ոչ, ավելին, ոստիկանները օր ու գիշեր հսկում են միմյանց տների մոտ, որպեսզի հարազատները չհարձակվեն իրար վրա եւ վրեժխնդիր չլինեն։ Սա էլ մեր հին հայկական վենդետան։ Չէ, ես չեմ հեգնում, ամենևին։ Ես պարզապես արձագանքում եմ պաթոսության այն խեղդող չափաբաժնին, որով այդքան մենք գլուխ ենք գովում։ Պատե անպատեհ գլուխ գովելով, որ առաջին քրիստոնյան ենք, քաղաքակրթության ակունքներում ընկած եւ այսպես շարունակ։ Դե, Սևակի ասած ընկել, բայց երբեք չես ծնկել, բառախաղը գուցե այսօր այդքան էլ տեղին չէ։ Ամեն դեպքում այսքան կյանքեր են կորսվել Երևանի փողոցներում, ինչ որ վիճաբանությունների մեջ անիմաստ, աճ ու ձախ կյանքեր են կորսվում Վարդագույն քաղաքի այգիներում եւ ընդհանրապես անչափահասների մասնակցությամբ դանակահարությունները կարծես դարձել են ազգային անվտանգության սպառնալիք։ Ու Վրաստանի այս կադրերը դիտելով ես մտածեցի, որ գուցե ամեն ինչ կորսված չէ։ Իդեպ շատ կարևոր մի դիտարկում։ Բացարձակ այս ամենը որևէ ազգության հետ կապ չունի, ժողովրդի հետ կապ չունի, կրոնի հետ կապ չունի, ես ժողովրդի ու ազգի մասին չեմ խոսում։ Սա երևույթի եւ մարդու, որպես բարձրագույն արարած ներկայանալու մասին է, առանց որևէ պիտակի, բայց երբ մենք հաճախ համեմատվում ենք վրացիների հետ այս կամ այն կերպ, լավ կլինի որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, խոհանոց, երաժշտություն, կենցաղ, մշակույթ կիսելու հետ մեկտեղ, ահա այսպիսի մարդկային դրվագներ էլ կիսենք, հույս ունենալով կանխել հետագա արյունահեղությունները։ Մտածեք այս ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն։ Տեղեկությունը ստուգելուց հետո ապրիլի 23-ին ժամը 12:10-ին Երևանի Դավիթ Անախտի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ, պայեստատուփով, որի մեջ կար 5 փամփուշտ։ Փաստի առթիվ քանակերձ
Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները զննեցին նրա բնակարանը։ Հայտնաբերվեց եւս 4 մարտական ատրճանակ, կոլտ, բերետա, գլոկ տիպի, մեկն էլ առանց գրառման։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գուզան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը ըստ նախնական տեղեկությունների անզգուշաբար պատուհանից ընկել է։ Նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի փաստով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված է Երևանի բնակիչ 58-ամյա Գառնիկ Գնե։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել։ Հաղորդում է Կրեմլի Տելեգրամ ալիքը։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ մարդասիրական նկատառումներից ելնելով հաղթանակի 80-ամյակի օրերին մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի գիշերը կեսգիշերից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի կեսգիշերը ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն, ասված է հայտարարության մեջ։ Միջազգային այլ նորություններին առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է ուկրաինական ճգնաժամի թեմային, ասվում է ապրիլի 28-ին տարածված հաղորդագրությունում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ Լավրովը եւ Ռուբիոն ընդգծել են բանակցություններ սկսելու համար առաջացող նախադրյալների համախմբման կարևորությունը, երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելու հուսալի ուղի համաձայնեցնելու նպատակով։ Քննարկվել են նաեւ մի շարք առանձին միջազգային հարցեր, պայմանավորվածությունները ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներով, հավելել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իր կարծիքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում, որպես խաղաղության համաձայնագրի մի մաս, չնայած Կիևը նախկինում մերժել է նման առաջարկը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել կրակել, նստել եւ համաձայնագիր ստորագրել։ Ըստ Թրամփի դրան կարելի է հասնել 2 շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ նախագահն այս մեկնաբանություններն արել է Վատիկանից Ռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունից վերադառնալիս, որտեղ կարճ հանդիպում էր անցկացրել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։ Այցի ընթացքում Իրանի նախագահը հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Բացի այդ կկայանան հանդիպումներ գործարարների, գիտնականների եւ Ադրբեջանում բնակվող իրանցիների հետ։ Մեկնումից առաջ Փեզեշքյանը հայտարարել էր, որ հետաքրքրված է այս ուղևորությամբ եւ որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու հիմքեր կան։ Այցից առաջ ապրիլի 27-ին Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փեզեշքյանը հայտարարել էր, որ եթե երկու երկրները խորացնեն հարաբերությունները, ապա կկարողանան ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում։ Նա նաեւ ընդգծել էր տարբեր ոլորտներում Թեհրանի եւ Բաքվի միջև համագործակցության կարեւորությունը։ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, դասալուքություն հրահրելու եւ պետական սահմանով ապօրինի փոխադրումներ կազմակերպելու համար։ Դատարանը վճիռ է կայացրել նաեւ պետական անվտանգության վարչության պետի նախկին տեղակալի նկատմամբ, նրան դատապարտելով 10 տարվա ազատազրկման։ Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահի համար սա առաջին դատապարտումը չէ։ 2019 թվականի հունվարին նա պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 13
3 տարվա ազատազրկման։ Ներկայում Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան Ուկրաինայի դեմ կռվելու։ Նշվում է, որ ըստ կորեական կենտրոնական լրատվական գործակալության հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են լիովին ազատագրել սահմանամերձ Կուրսկի մարզը։ Համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։ Փահինյանի այս հայտարարությունից օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գովաբանել էր Հյուսիսային Կորեայի զորքերի հերոսությունը, առաջին անգամ հրապարակայնորեն ընդունելով Փահինյանի ներգրավվածությունը հակամարտության մեջ։ Գերասիմովը հայտնել էր, որ Մոսկվան լիովին ազատագրել է Կուրսկի մարզը, ինչն Ուկրաինան հերքել է։ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ ընդգծել է, որ ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացի հատուկ ջոկատայինների սխրանքը։ Ըստ կորեական պետական լրատվամիջոցի Ռուսաստան զորքեր ուղարկելու որոշումն ընդունվել է հիմնվելով Մոսկվայի եւ Փահինյանի միջև ստորագրված փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վրա։ Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ Բենդեր Աբասն Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի մայրաքաղաքն է։ Հորմոզգանի նահանգապետը հայտնել է, որ շուրջ 200 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում։ Ապրիլի 28-ը Իրանում հայտարարվել է սգո օր։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ հայտնաբերել արդյոք պայթյունը տեղի է ունեցել անփութության թե միտումնավոր գործողությունների պատճառով։ Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները, մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։ Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռային հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։ Զոհերի թիվը ըստ նրա առաջիկա օրերին եւ շաբաթներին կարող է աճել։ Կանադան բազմաթիվ ցավակցական հաղորդագրություններ է ստացել աշխարհի տարբեր երկրների եւ կառույցների ղեկավարներից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտապույտ ապաքինում։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածները 70 մարդու կյանք են խլել։ Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով ապրիլի 27-ին զոհվել է 53 պաղեստինցի, իսկ ապրիլի 28-ի կեսգիշերից ի վեր 17 պաղեստինցի։ Ալ-Քասամ խմբավորման անդամները հայտարարել են, որ մարտեր են ընթանում Գազա քաղաքի Թուֆա թաղամասում, իսկ Ալ-Քուդս բրիգադի անդամները հայտարարել են, որ հեռակառավարվող հրթիռներով թիրախավորում են Ալ-Թուֆա թաղամասի արևելքում մի տուն, որը իսրայելական ուժերը վերածել էին ռազմական զորանոցի։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն հասցնել Գազայի հատվածին, քանի որ սննդի պաշարները սպառվում են։ Փարաքարի մարզադպրոցի սաները պատրաստվում են հանրապետական մրցաշարի, այս տարի արդեն 3-րդ անգամ։ Տարվա ընթացքում կմասնակցեն նաև միջազգային մրցումների։ Մոտ 120 սան ունի դպրոցը, ոչ միայն Փարաքարի մոտակա բնակավայրերից, այլև մայրաքաղաքից են հասնում այս դպրոց։ Ստեղից ունեցել ենք բազմաթիվ արդյունքներ, Հայաստանի Հանրապետության հաղթողներ, Եվրոպայի առաջնության մասնակիցներ։ Հենակետային 3 մարզաձևով են զբաղվում բռնցքամարտ, ըմշամարտ, ծանրամարտ։ Մարզադպրոցի տարածքը մեծ չէ, մարզաձևերն ավելացնել չեն կարող, բացի այդ եղած մարզասրահներում էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Փարաքար համայնքի միակ մարզադպրոցը 1980-ականներին է կառուցվել։ Երեխաների թիվը մեծանում է, պահանջարկը շատ է։ Մեր դալիճային պայմանները չի բավարարում, շենքային պայմանները տեսնում ենք ցածր է մի քիչ ինքը, խոնավություն ունենք։ Մի խոսքով կան խնդիրներ, որոնց անհրաժեշտություն եղավ նոր մարզադպրոցի։
Մոտ 1 տարի առաջ հին մարզադպրոցին կից սկսեցին կառուցել նորը։ Ծածկն արդեն դրել են, աշխատանքների զգալի մասն արել։ Երկհարկանի է, կիսանկուղային եւ վերգետնյա մեկ հարկով։ Կոնստրուկտիվ առումով մեկ ամբողջական շինություն է, սեսմակայուն։ Մոտ 820 քառակուսի մետր է մարզադպրոցի մակերեսը, կունենան մարզադահլիճ, մարզիկների համար նախատեսված գոտի բոլոր անհրաժեշտ պայմաններով, ադմինիստրատիվ հատված, օժանդակ շինություններ։ Ունենալու ենք չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց, այսինքն լինելու է ամեն սպորտաձևի համար իր առանձնացված մարզասրահ, հանդերձարան, լոգախցիկներ, բոլոր պայմանները նորմալ պարապմունքներ անցկացնելու համար։ Հատուկ ուշադրություն են դարձրել ոչ միայն շենքի ամրությանը, այլև ջերմամեկուսացմանը, դրանից հետո միայն կանցնեն արտաքին հարդարմանը։ Բնական քարերով եւ կոմպոզիտ պանելներով երեսպատում են նախատեսում։ Նոր դպրոցն ավելի գրավիչ ճարտարապետական տեսք կունենա։ Ծրագրի արժեքը 450 միլիոն դրամ է։ Սկսել ենք 2024 թվականի մայիս ամսին, նախատեսված ավարտը 2025 թվականի նոյեմբերին։ Հիմա տեսնում ենք, որ պատերը ջերմամեկուսացնում են, իսկ այդ խոնավությունը բացառելու համար հենց ամենասկզբում հիմքից դրենաժային համակարգը կառուցվել։ Շենքը ամբողջությամբ երկաթբետոնե կոնստրուկցիայով հավաքված։ Շինարարության ավարտին կբարեկարգեն տարածքը, ավելի քան 1100 քառակուսի մետրը կանաչապատ կլինի։ Լիահույս են նոր մարզադպրոցում բոլոր պայմանները կունենան ոչ միայն մրցաշարերի մասնակիցներ պատրաստելու համար, այլև հյուրընկալելու տարբեր ստուգատեսեր։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացածկի վարժության եզրափակչում Դավթյանը զբաղեցրեց առաջին տեղը։ Հայ մարմնամարզիկը 4-րդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր եւ դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր։ Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիրներ էին դարձել նաեւ Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը։ Եվ եղանակային կանխատեսումներից առաջ մի բարի լուր։ Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա. Սարուխանյանն Աչաջուր Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն, ասված է հաղորդագրությունում։ Եվ այս պահին եղանակային կանխատեսումների մասին։ Երևան քաղաքում ապրիլի 29-ից 30-ը, մայիսի 2-ից 3-ը սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։ Մայիսի 1-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 28-ից 29 աստիճանաբար կնվազի 3-ից 5, ապա աստիճանաբար կբարձրանա 6-ից 9 աստիճանով։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։